Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ Մրալիքի եթերում։ Այսօր եկել եմ ձեզ համար նկարելու ելակի մասին տեսանյութ։ Ինչպես տեսնում եք, մենք գտնվում ենք ելակի ջերմատանը, այսինքն մի ջերմատանն ենք, որտեղ մի հատվածը ելակ է տնկված, իսկ վերին հատվածում մառոլներ են տնկված։ Այս ելակները տնկվել են դեռ նախորդ տարի, նախորդ տարի ստացել ենք շատ լավ բերք, բայց նշեմ, որ քանի որ նախորդ տարի եւ բերք են ստացել եւ այս ելակներից ստացված բեղիկներով նորից չերենոքներ են ստացել, այսպես ասած ելակների, այս տարի ելակները գտնվում են մեղմ ասած շատ անմխիթար վիճակում եւ որոշել ենք փորձել մի փոքր վերջիններիս կարգի բերել, ուրեմն ինչպես տեսնում եք ելակների քոլերը շատ նվազ վիճակում են գտնվում, պտուղները ոչ լավ վիճակում են, ոչ համաչափ են, եթե անգամ պտուղներ էլ կան, ուրեմն շատ քիչ պտուղներ են, ինչը այս սեզոնի համար այնքան էլ բնական չէ։ Ահա տեսնում եք, սրանք նախորդ տարվա քոլեր են, բայց ինչպես տեսնում եք, այնքան էլ լավ վիճակում չեն գտնվում։ Որոշներն անգամ փչացել են, հիմա նորերը վերատանկվել են դրանց տեղում, ուրեմն մենք այստեղ նախորդ անգամ պարարտանյութ ենք տվել, ինչպես նաև սրսկումներ ենք կատարել, ուրեմն այստեղ տրվել է պարարտանյութ, ուրեմն որի մեջ բաղադրություն եղել է քիչ քանակությամբ ազոտ եւ ավելի շատ քանակությամբ կալիում եւ ֆոսֆոր, այսպես ասած 10-26 պարարտանյութ ենք տվել, որից հետո շատ քիչ է դրական տեղաշարժը, ինչպես տեսնում եք տերևներն էլ այսպես լավ դեղին են։ Այսօր այստեղ սրսկման աշխատանքներ ենք կատարելու, սրսկելու ենք մագնի, որպեսզի տերևների եւ գունավորումը գա իր բնական տեսքին եւ բույսերը մի փոքր ավելի փարթամանան եւ նորմալ, այսպես ասած, տեսքի գան։ Ուրեմն մագնին ինչի համար ենք տալիս, մի քանի կարևոր պատճառներ կան մագնին տալու համար, առաջինը, որ բույսերը շատ լավ կարողանան ֆոտոսինթեզ կատարել, որի արդյունքում կկարողանան պտուղները բավականաչափ քաղցրություն հավաքել, նորմալ տեսքի գալ, ինչպես նաև դիմացկունություն կունենան ստրեսների նկատմամբ եւ իհարկե մագնին օգնում է, որ ավելի քան 300 էլեմենտներ շատ լավ կարողանա բույսը ներծծի, այսպես ասած, բույսը ստանա եւ դրանով հանդերձ արդեն բույսը կգա ավելի նորմալ տեսքի եւ արդեն կկարողանա։ Այսքանը սիրելի հետևորդներ, հիմա այստեղ սրսկման աշխատանքները կկատարենք, ուրեմն նշեմ մագնին ինչ հարաբերակցությամբ ենք տա։ Ահա սիրելի հետևորդներ, սա այդ սուլֆատ մագնին է, որը տալիս ենք մեր ելակներին, ահա տեսքը ցույց տամ, որ պատկերացնեք ինչ է։ Սա ուրեմն 10 լիտրին տալիս ենք 15 գրամ, բացում ենք գոլ ջրով լուծույթի մեջ, որպեսզի կարողանանք շատ լավ լուծել ընդհանուր մեծ տարայի մեջ։ Ահա մոտիկացնեմ, որպեսզի ձեզ ավելի պարզ լինի ինչ տեսք ունի այն։ Հիմա մենք սա կսրսկենք եւ արդեն առաջիկայում երևի հաջորդ շաբաթ արդեն երբ որ արդյունքը կերևա, նոր տեսանյութ կնկարահանեմ եւ կհասկանանք որքանով է ազդել մագնին բույսերի վրա եւ ինչ արդյունք ենք ստացել։ Այսքանը սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Դե ինչ, այսքանը կհանդիպենք։